Ջեր ողջուններս իմ հայրենակիցներին, բարև ձեզ բարեկամներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շատ շնորհակալ եմ, որ արձագանքում եք։ Ձեր արձագանքները բոլոր առաջարկները հասնում են մեզ բարեկամներ եւ մեզ այլ ավելի են ողջևորում եւ այլ ավելի են տրամադրում։ Բարեկամներ, այսօր պատրաստելու ենք ուտեստներ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, խոհանոցի նորությունից, մարգագետնից խոհանոց։ Եվ այսպես բարեկամներ, մարգագետնային խոհանոց, մարգագետնից խոհանոց, եղինջով ապուր, ծանոթ ապուր, բայց յուրովի, շատ ու շատ տարատեսակներ կան։ Այս տարատեսակը տարբերում է նրանով, որ եղինջով կաթնապուր է կոչվում, կաթնապուր, բաղադրությունը հետևյալն է, թարմ մատղաշ եղինջ, գլուխսող, ծեծած ձավար, կորկոտ, ալյուր, կաթ, յուղ, բնականաբար ժառա յուղ, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։ Գնացինք, ջուրը եռացնում ենք, մի քիչ աղ ենք ավելացնում ջրին, այստեղ մի կարևոր հանգամանք կա, ծեծած ձավարը իհարկե շուտ է եփվում, բայց վայրեր կան, որտեղ եղինջն ու ձավարը միասին են պատրաստում, սա մի քիչ չենք ընդունում, սխալ է։ Սկզբից ավելացնենք ձավարը, հետո եղինջը շատ պատրաստեց, շատ եփել չի կարելի։ Մի քիչ կփափկի ձավարը, կորկոտը, նոր կավելացնենք եղինջը։ Իսկ եղինջը կկտրատենք ձեռքերով, համարձակ, առանց վախենալու։ Եվ բժիշկները և մեր իվերուս տված բժիշկները, մեր մեծերը, մեր նախնիները հուշել են, որ եղինջի խայթոցները նույնիսկ օգտակար են։ Այնպես որ համարձակ, վերջ։ Առանձին պատրաստելու ենք սոխառաց և ուտեստը մատուցելու ենք սոխառացի հետ միասին։ Ձավարն արդեն եռում է, ծեծած ձավարը նորից նշեմ, մինչ ժամանակ շահելու համար կտրատենք սոխը, այսպես խոշոր կտրատենք սոխը, աշխատենք, որ այն լրիվ բացվի, ավելացնենք եղինջը, մեկ-երկու րոպե, չմոռանանք, որ այս ուտեստը կոչվում է կաթնապուր եղինջով, արդեն եղինջը փափկեց, հիմա կավելացնենք խառնելով կաթը, շարունակենք եռացնել, և մինչ կեռա ապուրը, ես հիշեցնեմ, որ եղինջը շատ օգտակար հատկություններ ունի բարեկամներ, հատկապես աղիստամոքսային տրակտի, հատկապես մարսողության և ընդհանրապես շատ հարուստ է վիտամիններով հարուստ է և խորհուրդ կտամ, որ գոնե մերթ, հատկապես ամռան եղանակին օգտագործել եղինջից պատրաստած ուտեստներ։ Կլինի դա ապուր, կլինի դա հիմնական ուտեստ, կլինի դա աղցան, բայց առիթը բաց չթողնենք, որ օգտագործենք շատ ու շատ։ Եռած հիմա քաշում ենք այս կողմ և պատրաստում ենք սոխառաց ենք պատրաստում ժառա յուղով։ Յուղը կդաղվի, սոխը կավելացնենք և սոխի հետ մի քիչ պիտի բովենք ալյուր։ Կբովենք ալյուր և շարունակենք։ Շատ ենք նշել սոխառացի մասին, լավ պիտի դաղել յուղը, նոր պատրաստել սոխառաց։ Սոխը պիտի անմիջապես կեղևապատվի։
անմիջապես ավելի համեղ է լինում եւ ավելի օգտակար։ Ահա, յուղը դաղվեց, ավելացնենք սոխը։ Պատրաստենք սոխարած։ Տեսակ շտապ կեղևապատվեց։ Սոխից հյութ չարտազատվեց։ Այդ հյութը նախ օգտակար է, երկրորդը, եթե արտազատվում է, ամբողջ համայնը այդպես գաման խեղվում է, օտար համեր են զգում մենք։ Բայց երբ որ մնում է սոխի մեջ հյութը, նա նորից կրկնեմ եւ օգտակար է եւ օտար համեր մենք չենք զգում։ Բովենք ալյուրը մի քիչ։ Այսպես։ Վերջ, պատրաստ է սոխառածը։ Նորից կրակին ապուրը խառնենք։ Ավելացնենք սոխառածը։ Եվ 1-2 րոպեից ուտեստը պատրաստ է։ Նորից կրկնեմ, բարեկամներ, եղինջով կաթնապուր, մարգագետնային խոհանոց, բաղադրությունը եղինջ, ալյուր, յուղ, կաթ, մի քիչ աղ, լավ տրամադրություն եւ սեր ու սեր։ Ուտեստը պատրաստելու համար հարկավոր է սեր։ Իհարկե չմոռանանք նաեւ կորկոտը, ջարդված ձավարը։ Մի քիչ հիմա համտեսենք։ Հասկացանք։ Վերջ։ Ուտեստը պատրաստ է ուտեստը բարեկամներ, հարկավոր է լավ մատուցել, իսկ լավ մատուցելու համար հարկավոր է լավ սպասք, իսկ լավ սպասք միայն ու միայն կավից պատրաստված սպասքը։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք եղինջի գույնին, պահպանվել է գույնը, ուրեմն մենք պիտի ենթադրենք, որ պահպանվել է նաև սննդային արժեքները։ Յուրաքանչյուր ուտեստ պիտի լինի օգտակար բարեկամներ, պիտի հարուստ լինի սննդային արժեքներով։ Ուտեստը հենց այնպես ուղղակի զանգված չէ, որ մենք տեղավորենք մեր ստամոքսում։ Ուտեստը պիտի մեզ օգուտ տա։ Ահա, խնդրեմ, պատրաստ է արդեն։ Եթե կան ձեր շրջապատում դեռ մարդիկ, ովքեր որ կասկածում են մեր ազգային խոհանոցի բազմազանության վրա, խնդրում եմ դուք օրինակները բերեք ձեր գործով եւ ձեր կատարմամբ։ Բարեկամներ, եղինջով կաթնապուր, նորից հիշեցնեմ բաղադրությունը, ջարդված ձավար, կորկոտ, եղինջ, կաթ, մի քիչ աղ եւ յուղ եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը բարեկամներ եւ ուզում եմ, որ ձեր սեղանին միշտ լինի ավանդական ուտեստներ, հատկապես ամռանը եւ հատկապես մարգագետնային խոհանոց։ Օգտագործենք մեր բնության հրաշքները, օգտագործենք մեր բնության պարգևները ուտելի վայրի բույսերի տեսքով։ Միշտ լինենք միասին, ամեն հանդիպում թող ունենա լավ արդյունք եւ այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի հայեցի, ել ավելի առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Եղինջով կաթնապուր, թարմ եղինջ 200 գրամ, գլուխ սոխ 150 գրամ, կորկոտ 100 գրամ, ալյուր 30 գրամ, կաթ 100 միլիգրամ, յուղ 20 գրամ, աղ, վարյախորշակ